Ողջույն, իմ սիրելի հետևորդներ, շատ գեղեցիկ ու շատ հետաքրքիր միտք եմ ուզում ձեզ առաջարկել ծլեցրած ցորենը ձևավորելու համար, այնպիսի տպավորություն է, ոնց որ ցորենի արտ լինի և ցորենն էլ ծաղկած լինի, գույնը պետք է ընտրեք դուք, հիմա ձեզ ցույց տամ, թե ինչպես եմ արել. Ուրեմն սիրելիներս, շատ պատահական իջնում եմ մամայինցս տուն ու տեսնեմ խոհանոցում այսպես արդեն ծլած գեղեցիկ ամանով ցորենը դրած է և հարսիկից խնդրեցի, որ վերցնեմ ձևավորեմ, դե ասեց արա ավելի սիրուն կլինի ու ես այնքան որ լսել էի, բայց չեմ տեսել, թե ինչպես են այդ ձևը տալիս, գիտեմ, որ միայն մաննիով է, բայց ջրով փորձեցի չստացվեց, մաննին մի տեսակ թացացավ ու թափվեց, դե մտածեցի երևի սոսինձով կլինի, եղբորս տղայից սոսինձը խնդրեցի, էմուլսիա ուներ, տվեց ու ես այս տարբերակով նաև տոնածառ եմ ձևավորել էմուլսիայով ու մտածեցի, որ հաստատ կստացվի, քանի որ պետք է գունավոր էի, որոշել էի, որ պետք է գունավոր լինի ու այդտեղ միայն փոշի ներք ունեինք կապույտ գույնը, դրա համար որոշեցի կապույտ գույնով անել, եթե դուք կունենաք այլ գույն, ավելի գեղեցիկ կլինի կարմիրով, դեղինով, այդ գույներով արեք, ես փոշի ներկը խառնեցի մաննիին, սպիտակաձավարին, բայց քանի որ թռչել չէի կարող, այդ գույնը մաննին իր վրա չվերցրեց, այսպես մի քիչ էլ մաննի ավելացրեցի ու սկսեցի ձևավորել հենց սպիտակ մաննիով, ինչպես տեսաք, ձեռքերս էմուլսիայի մեջ թաթախեցի մատներս, տարածեցի ծլած ցորենի վրա, ահա տեսեք այս տարբերակով, որպեսզի տարբեր չափերի կպնի, որպեսզի ձևավորածս անհամաչափ լինի, որ սիրուն լինի ու այսպես թեքելով հենց կպնում է մաննիին, ցորենի ծիլերը ինքը իր վրա է վերցնում, շատ գեղեցիկ է, ես շատ եմ հավանել և վերջում միտք ծագեց, որ գոնե սոսինձը գունավորեմ, որ ցորենի վրա գունավոր սպիտակաձավար երևա, այսպես արդեն ներկը խառնեցի սոսինձին ու մատներով տարածեցի ծլեցրած ցորենի վրա, հետո նոր թաթախեցի մաննին, թաթախելուց հետո սիրելիներս, մի 10 րոպե դեռ չէր անցել ու արդեն ինքն իրեն գույնը տարածվեց մաննիի վրա, մաննին դարձավ գունավոր, կապտավուն, շատ սիրուն է, ես շատ հավանեցի, այսպես էլ թողել ենք ու մինչև Սուրբ Զատիկը ցորենը ոչ թե ջրենք վերևից, ինչպես կարգն է, այլ հենց ներքևից, ոչինչ, ջուրը կլցնենք ամանի մեջ, տեսեք մի 10 րոպե է անցել, ինչքան սիրուն է, մաննին սպիտակաձավարը արդեն գունավորվել է, առաջարկս սա է սիրելիներս, գեղեցկացրեք, շատ գեղեցիկ կլինի, այսպիսի ձևավորած ցորենի արտի մեջ հենց ձվերը տեղավորելը սեղանի վրա, իսկ այս ճյուղը, որը ձևավորել եմ հալեցրած մոմով, իմ նախորդ տեսանյութն է իմ ալիքում, հղումը կդնեմ, սա էլ դիտեք, շատ հետաքրքիր է, երկու տարբերակով էլ գեղեցիկ կլինի ձևավորած սեղանը, երկու տարբերակն էլ շատ հեշտ է, շատ բաղադրիչներ պետք չեն, բայց շատ գեղեցիկ են, շնորհակալ եմ, որ դիտեցիք.